Օրագիր Նյուզն հազանգ է ստացել Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի Արնո Բաբաջանյան փողոցի 145/5 հասցեում գտնվող թիվ 77 մանկապարտեզի մի խումբ ծնողներից։ Օրագիր Նյուզի նկարահանող խումբը այցելեց մանկապարտեզ, զրուցեց ծնողների հետ։ Վերջիններս նշեցին, որ չնայած քաղաքապետարանի կողմից որոշ շների հեռացման, վտանգը լիովին չի վերացել, քանի որ շները շարունակում են ներթափանցել տարածք ճաղերի տակից սողոսկելով։ Մի շարք ծնողներ պնդեցին, որ երեխաները շների հարձակման են ենթարկվել անգամ տուն վերադառնելիս։ Որոշ ծնողներ էլ նշեցին, որ նման դեպքերի մասին միայն լսել են, սակայն անձամբ չեն բախվել խնդիրներին։ Իջնում էի բալիկիս հետ ու հարձակվեցին, ճիշտն ասած, թեքվեցի այն հետևի կողմով, արդեն մոտեցա դիմացի մուտքով։ Իրականում շատ վախենալու եմ, որովհետև որ ամեն վարքյան կարան հարձակվեն կծեն։ Ես որ մոտեցա, իրանք պարկած էին ու հարձակվեցին։ Սենց խմբով պարկած են լինում, հարձակվում են։ Ոչ վնասել ենք իրանց, ոչ ինչ որ բան, չգիտեմ։ Ուղղակի գազազած են, հարձակվում են, կամ սոված են, կամ ցրտի հետ կապված, չեմ կարա ասեմ։ Կխնդրենք ուղղակի այդ հարցը լուծել, որովհետև վտանգավոր է, էլի բալիկների հետ գնում գալիս ենք, չհարձակվեն, չկծեն, այդ պահն է վտանգավոր։ Կխնդրենք այդ հարցին լուծում տալ։ Չէ, լսել եմ, որ ծնողները ասում են դժգոհություն ունեն, բայց մեր հետ այտենց դեպք տեղի չունեցավ։ Այդ ծնողներից մեկը նշեց, որ 3 շաբաթ է ինչ շները ակտիվացել են, դուք ինչի հետ եք դա կապում, նաև չգիտեմ։ Չեմ կարող ասել, ինչի հետ կարող է պայմանավորված լինի։ Կոնկրետ իմ վրա են հարձակվել, աղջկաս վրա էլ երեխայի հետ եմ եղել, փախել ենք տենց ու այն որ ասելու չի ինչ տիպի ագրեսիվ են։ Ես միջև էտել էլի զանգել եմ քաղաքապետարան թեժգից, քանի անգամ զանգել եմ, ճիշտ ասած քաղաքապետարանը ասում է իր գործառույթների մեջ չի մտնում, բայց այն որ էլ տարբերակ չկա ում դիմենք։ Քաղաքապետարանը ահագին ուշ եկավ հավաքեց, ճիշտ ասած, ու կոնկրետ ես շատ երկար ժամանակ զանգում էի, հետո արդեն մեր մամաներից էլ սկսեցին զանգել։ Մանկապարտեզի մեթոդիստ Փիրուզա Մարգարյանը Օրագիր Նյուզի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը արագ արձագանքել է բողոքներին եւ բազմաթիվ շների արդեն տարել է։ Մեթոդիստը ասաց նաեւ, որ տեղյակ չէ, թե շներին որտեղ են տեղափոխել։ Մանկապարտեզի տարածքում սակայն դրանից հետո եւս նկատվել են շներ, որոնք հիմնականում մուտք են գործում հարակից այգուց։ Մեթոդիստի խոսքով արդեն մի քանի օր է չեն տեսել նրանց տարածքում, կամ այնպիսի ժամերի են գալիս, որ չեն նկատում։ Մարգարյանը նշեց նաեւ, որ շները փոսեր են փորում հավանաբար ծագեր ունենալու նպատակով։ Այգուց, այս կողքի այգուց այսպես գալիս են, այս ճաղավանդակներից տակից մտնում են, այս բարձր հատվածին, կամ գալիս են այն կողմից են մտնում։ Իսկ հատուկ ժամեր կան, որ գալիս են։ Անկեղծ ասած, տենց հստակ ժամը չեմ կարող ասել, մենք առավոտյան գալիս ենք չի լինում։ Մեկը կարող է ընթացքում հայտնվեն։ Մեզ քանի օր է, ինչ եկե տարել են չկա։ Հարցին թե արդյոք դեպքեր եղել են, որ կենդանիներին հարված են, մեթոդիստը ժխտեց։ Իրականում այդպեսի բան չի եղել։ Զուտ եթե նկատել են շներին, եկել են մեզ դիմել են, մենք էլ դիմել ենք քաղաքապետարան, անմիջապես հարցի լուծումը գտել են, այսպես ասեմ։ Բայց այդպես որ ասեմ իրենք ինչ որ խփել են շներին հարվածել են, բան չէ։ Սակայն ոչ բոլորն են կիսում նույն մտահոգությունը։ Շատերի կարծիքով գլխավոր պատճառներից մեկը մարդկանց բացասական վերաբերմունքն է կենդանիների նկատմամբ, ինչը նրանց ավելի ագրեսիվ է դարձնում։ Երեխաները կամ մեծահասակները երբեմն քար են նետում, հարվածում են կամ այլ կերպ դաժան վերաբերմունք են ցուցաբերում, ինչը շների մոտ պաշտպանական ռեակցիա է առաջացնում։ Մեր զրուցակիցները նշեցին նաև, որ այգու ու մանկապարտեզի տարածքի շները միմյանց հետ կապ չունեն։ Երևի ծեծել են, ինչ են արել, կամ խփել են, եթե չխփեն շները իմ կարծիքով մտածում են։ Չէ, եթե չխփեն շներին, շները ոչ մի վնասել չեն հասցնի, չեն հարձակվում։ Մենք չենք տեսել։ Մենք ամեն օր գնում ենք այգի, առավոտ, երեկոյան, բայց այդպես բաներ չենք տեսել։ Երևի դրսի շները ավելի նվիրված են, քան տան պահած շները։ Շատ նվիրված շները։ Այստեղ կար ագրեսիվ շները, Այստեղ ագրեսիվ շուն կար, բայց տարել են։ Հարցակվում էին, Մարդելա չարելնում, շուններ կարող են, գիտենք, մենք չենք տեսել։ Կենդանասեր կանայք նաև ասացին, որ իրենք չեն հասկանում, թե ուր են տանում այդ շներին, բայց շատ վատ ձևով են տանում։ Խելոք ստեղ դուրս եկավ, իրեն բռնեցին, մինչև միականներից մեջն է այդ իրաղժոցը, դե ուր տարան չգիտեմ։ Նկարահանման ընթացքում նույնիսկ բանավեճ ծագեց երկու տարբեր կարծիք ունեցող քաղաքացիների միջև այն հարցի շուրջ, թե արդյոք շները իրականում հարձակվում են եւ ով է մեղավոր ստեղծված իրավիճակում։
Ես ինչ իմանամ, այլ չեմ ասում այգում ինչքան դեպքեր ա եղել, երեխաների վրա են հարձակվել։ Երեխան կարա վազի, ընդամենը վազը երեխաների վրա չեն Իմ այն ես եմ տեսել։ Երեխաները իրենց համար խաղում են, վազում են, շները քանի դեպք են եղել, հետևից վազել են, որ կծեն։ Ես դա տեսել եմ, երեխան չի խփել, ընդամենը վազել են։ Ես դա տեսել եմ։ Բա հիմա մտածել են, բա որ այդ շունը կծեր։ Ու կծել են, դեպքեր ա եղել։ Մի քանի օր առաջ ծնողների վրա են հարձակվել։ Մի խոսքով, այն որ ամեն, ասենք, շան չեն պաշտպանում։ Ես մենք չենք տեսել, մենք սա Հա, բա հիմա ես տեղեկացնում եմ, որ նման դեպքեր են եղել։ Չէ, ես ինքս ականատես եմ եղել։ Ես շուն ունեմ ու ամեն օր առավոտյան երեկոյան գալիս եմ այգի, մենք միշտ գալիս ենք։ Ես դպրոցական երեխա ունեմ, դպրոցական երկու երեխա ունեմ։ Եթե չնեղացնես շները ոչ մի դեպքում հիմա մի քիչ թեթևացել է այգունը։ Բան չունենք, երեխեք ջան, մենք շատ Իրավիճակը պարզելու համար Օրագիր Նյուսը զրուցեց նաև հարակից այգու այցելուների հետ։ Նրանց մի մասը վստահեցրեց, որ այգու շները հասկացող են եւ վնաս չեն տալիս, եթե նրանց նկատմամբ դրական վերաբերմունք է ցուցաբերվում։ Մյուսները պնդեցին հակառակը, շները վնասում են, հաճախ հարձակվում են եւ իրենք չեն հասկանում, թե ինչու պետք է գումար հատկացել նրանց համար կացարաններ կառուցելու նպատակով։ Այսօր շները չեն էլ հանդիպել, չի երևացել, բայց միշտ շատ է, այստեղ շների քանակը շատ է։ Բայց ագրեսիվ շներ են իրենք։ Ոչ, վազում ենք, բռնում ենք, սիրում ենք շներին, ոչ մի բան չեն անում, խատխելոք լավ կենթանիներ են, թվում գնում, բայց այսօր չկան, երևի որ առավոտյան անձրև է եղել, գնացել են միտեղ ու տնցել չէ, որտեղ են հավաքվել չգիտեմ։ Այս տարածքով անցնում ես, այնա մի քանի շուն կան, պատրաստել ալի բոյ մամենտ հարձակեն, մարդու վրա հարձակեն։ Բայց բոլոր շներն են այդպես, թե Թափառական շները։ Հարձակված չենք զերախած։ Հիմա եմ մի շունու մոտորապես 6-8 ձակ հանում։ Եմ որ ասում եմ, այդ բաներից է մուսուլմանական ազգից ավելի շատ են հանում։ Հիմա այդքան շատացնելու որտեղ են գրում։ Ինչ պիտի անեն։ Այն ընկեր ունեն, մի հատ ընկեր ունեն, Արարատ անունը, մուզիկանտ են ասում, լավ երգում է։ Այն որ հարձակել են, որ գծել են։ Հիմա հետո դրա վերջ ինչ ալնելու։ Այդքան փողը հատկացնում են ինչ ալեն այդ վայրի շների համար։ Մի ուրիշ բանի համար օգտագործեն այդ փողը։ Երկու անգամ էլ ին վրա են հարձակվել, փառքաստո չեն գծել, բայց ես մի ժամանակ միշտ մտրակով էի այստեղ գալիս։ Մեր տունը այստեղ է, բարձր շենքը մտրակով եմ գալիս, որպեսզի չհարձակվեն ին վրա։ Այգում զբոսնող մեկ այլ քաղաքացի նշեց, որ խնդրի կարևոր պատճառներից մեկը այն է, որ քաղաքապետարանի հողակը հիմնականում ամենաանվտանգ պասիվ շներին է հեռացնում, ինչի հետևանքով տարածքը լցում է նոր շներով, 3 շուն տանելուց հետո տարածքում հայտնվում են 5 նորերը կամ նրանց բերում են։ Նրա դիտարկմամբ այգու շները հիմնականում խաղաղ են, իսկ մանկապարտեզի հատվածում շրջող շները երբեմն դառնում են ագրեսիվ, քանի որ չունեն մշտական խնամակալ կամ կերակրող։ Քաղաքացին շների ագրեսիվ վարքագծի պատճառը եւս համարեց մարդկանց վատ վերաբերմունքը նրանց նկատմամբ, նշելով, որ երբեմն մարդիկ այնքան հեռու են գնում, որ բողոքում են անգամ տեր ունեցող շներից։ Այսպես ասեմ, տան շները չեն հարձակվում։ Այստեղ հարձակվում են այն շները, եթե հարձակվում են, ովքեր որ հիմնականում միշտ էս այգիում են լինում, ու իրանց հիմնականում նեղացնում են միշտ նույն մարդիկ, դրա համար իրանք ֆիքսում են այդ մարդուն։ Ես ինքս շատ դեպքերի եմ ականատես եղել, որ շունը իր համար հանգիստ պարկած է, ու գալիս են շանը, որ ասած բզբզում են, որ կոպիտ ասած այդ շունը մի բան անի։ Նույնիսկ այսպես ասեմ, եղել է, որ բողոքել են քաղաքապետարան կոնկրետ մի շան համար, որը որ տարածքի ամենախելոք շունն է եղել ու եկել են ամենախելոքին են տարել, երբ որ մյուս շունը ավելի հարձակվող է, քան այս մի շունը։ Քաղաքացին սխալ համարեց տարածքին արդեն սովորած շների տեղափոխումը, քանի որ նրա կարծիքով այդ շները արդեն սովորել են թե տարածքին, թե տեղի բնակիչներին, եւ անծանոթ միջավայր տեղափոխվելու դեպքում բնականաբար կենդանու վարքագծի փոփոխություն կլինի։ Չնայած այս ամենին մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ հասկանում է ծնողների մտահոգությունը եւ քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրեց այն հարցին, որ պետք է տեղափոխվեն մանկապարտեզի տարածքի հատկապես այն շները, որոնք որոշ չափով վտանգ են ներկայացնում, բայց ոչ անվնաս ու խելոք շները, որոնք ոչ մի վնաս չեն տալիս։
Գոնե հաշվի առնեն, որ այգին գտնվում է մանկապարտեզների եւ 2 դպրոցների մեջտեղում, հաշվի առնեն, որ երեխաները բոլորը տարբեր ընտանիքից են, ոչ բոլորն են բարիդրացիական տրամադրված կենդանիների նկատմամբ, կամ ոչ բոլորն են կերակրում, ոչ բոլորն են սիրում, մեծամասամբ երեխաները շատ են նեղացնում, ըստ դրա էլ արդեն շունը հարձակվում է։ Եթե նույնիսկ մի երեխա էլ ոչինչ չի անում, շունը հարձակվում է, դա արդեն բխում է կենդանու վախից, որովհետեւ ինքը արդեն սպասում է, ինքը արդեն են որ տուժված է եղել ու գիտի, որ հեսա իրան մի բան կանեն, ինքը արդեն նախահարցակ ինքն է լինում։